Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել է Ստամբուլում առանց նախապայմանների բանակցություններ սկսել։ Ուկրաինայի ղեկավարը նախ պայման է դրել կնքել հրադադար բանակցությունները սկսելու պահից, այնուհետև հայտարարել մայիսի 15-ին ինքը Ստամբուլում կսպասի Պուտինին։ ՌԴ նախագահի առաջարկը ողջունել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ղեկավարները, Էրդողանն էլ պատրաստակամություն է հայտնել ընդունել պատվիրակություններին։ Պուտինի առաջարկից ժամեր անց Սպիտակ տունը հայտնել է պետքարտուղարի Թուրքիա այցի մասին։ Թեհրանը կկարգավորի ուրանի հարստացման մակարդակը Միացյալ Նահանգների հետ վստահություն կառուցելու համար, հայտարարել էր Իրանի արտաքին գործերի նախարարը Օմանում բանակցություններից հետո։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ 1 շաբաթից։ Հռոմի նորընտիր պապը կիրակնօրյա առաջին ուղերձն է եղել հավատացյալներին ու աշխարհին։ Լեոն 14-րդը կոչ է արել Ուկրաինայում արդար եւ իսկական խաղաղության հասնել, հրադադար հաստատել նաեւ Գազայում։ Լոս Անջելեսում տուրիստական ավտոբուսը բախվել է ամենագնացին։ Ամենագնացի վարորդ տեղում մահացել է ավտոմեքենան բռնկվելու ընթացքում։ Կա 32 վիրավոր, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ ԱՄՆ-ը եւ Չինաստանը հասել են համաձայնության առևտրային դեֆիցիտի կրճատման վերաբերյալ, հայտնել են Reuters-ից բանակցությունների ավարտից անմիջապես հետո։ Այն տեղի է ունեցել Շվեյցարիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարձր մաքսատուրքեր սահմանելու որոշումից եւ Պեկինի հակաքայլից հետո։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։